քրիստոնեական կյանքը ունի հիմք, ունի չերևացող կողմ, ունի երևացող կողմ։ Կան աստվածաշնչյան հերոսներ, ու նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մի քիչ էլ չասնես, մեր Տեր Հիսուս Քրիստոսը այնպիսի զոհաբերություն, այնպիսի գործեր են արել, որ հետադարձ ճանապարհ չկա, երբ որ մի գործի վրա չափից ավել մարդը գործ է անում, իրան կանգնեցնելը շատ դժվար է։ Մի քանի օրինակներ կարամ ասեմ, սա դեռ քարոզը չի, բայց ես ուզում եմ այս մասին ձեր հետ կիսվեմ։ Աբրահամը թողեց ազգին, ընտանիքը, ծննդավայրը, ամեն ինչ թողեց ու վեր կացավ գնաց այնտեղ, որտեղ չգիտեր ուր այդում։ Այսինքն չափից շատ ներդրում էր ինքը արել, որ հետևի Աստծուն։ Աբրահամի նման մարդուն կանգնեցնելը շատ դժվար է, որովհետև չափից շատ ներդրում արել։ Մարդը, որ ոչ մի ներդրում չի արել, իր համար շատ հեշտ է։ Իր համար ինչ է։ Այսօր ստեղա, վաղը կարա այդ ուրիշ տեղ, կորցնելու բան չունի։ Նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսը թողեց երկինքը, մարդացավ ու համաձայնվեց խաչի վրա մահանար մարդկության համար ու նման մարդուն կանգնեցնելը շատ դժվար է։ Դուք հիշում եք փարիսեցիները, դպիրները վիճում էին հետը, իրա տնեցիք իրան համարում էին գժված, բայց Հիսուսին ոչ մի ձև ոչ մեկ չէր կարողանում կանգնեցնել, որ ինքը կատարեր հոր կամքը։ Քույրս, եղբայրս, եթե դու ամեն ինչ թողել ես, քո ուշք ու միտքը Հիսուսին հետևելն է, քեզ կանգնեցնելը շատ դժվար է անելու։ Ես հիշում եմ նոր ապաշխարել էի, էլ բարեկամությունից, էլ մամաս էր վրես ազդում, էլ չգիտեմ ծանոթ մարդիկ, ամեն ինչ անում էին, որպեսզի ես հետ կանգնեմ։ Դե իրանք մտածում էին, ես սխալ ուղու վրա եմ։ Ամեն ինչ։ Էլ անպատվել, էլ փորձել ջանով ջիգարով խոսալ, էլ օրինակներ ասել, դե հա, լրիվս էլ հավատում ենք, լրիվս էլ ես։ Բայց երբ որ մարդը թողում է ամեն ինչ, իրան կանգնեցնելը շատ դժվար է։ Ու մանավանդ եթե այդ մարդը որոշում է արմատավորվել, ավելի խորանալ, այսինքն ինքը իր կյանքը Աստծուց զատ չի տեսնում։ Սա շատ կարևոր է։ Աստծուց զատ առանձին չի տեսնում։ Ես մեկ-մեկ որ մտածում եմ, ասում եմ, ասենք մի հավատացյալ չլինեի, իսկի չեմ էլ ուզում հետո մտածեմ, որովհետև փառք Հիսուսին, որ հավատքի մեջ ենք ու իրան ենք հետևում։ Ամեն ժողովուրդ ջան։ Մենք մեր չափով գին ենք վճարել ու դեռ վճարելու ենք։ Այդ գինը մենք չենք վճարում, որ մի օր թողենք էթան։ Այսինքն լուրջ ներդրումներ արվում, դա արվում է, որպեսզի ավելի խորը, ավելի լավ հարաբերություններ ունենանք Հիսուսի հետ ու հավիտյան իր հետ ապրենք։ Հասկանում եք, եթե կարճ ժամանակի համար ինվեստիցիա արվի, ներդրում արվի, ինչ որտեղ հասկանալի է, բայց մենք հասկանում ենք, չէ՞, մենք ինչի, շեշտը ինչի վրա է դրած, հավիտենական կյանք։ Դրա համար զարմանալի է, երբ որ մի անձին մեկը բարև չի տալի, դրանից կարա եկեղեցին թողի։ Մեկը մի հատ թարս նայեց, դրանից կարա եկեղեցին թողի։ Մի հատ եղել է դեպքեր, պրոցեդուրան, պետությունը ամբողջապես դադարեցրել է, ասել է դու ստեղ իրավունք չունես մնալ։
Մարդը թողում է Բիբլիան շպրտում է, թողում է եկեղեցին, բրծավ, կյանքը բրծավ։ Մենք այդ ձև պիտի չլինենք։ Պողոս առաքյալն ասում է, մեզ տենց հեշտ չի։ Մենք տենց հեշտ չենք թողում ամեն ինչ։ Պողոս առաքյալը ամեն ինչ թողեց, ամեն ինչ։ Այդ փարիսեական այդ վերջը իր այդ գործեր, բան ամեն ինչ թողեց, հալածվեց, 10 քանի տարի Արաբստանում էլ որտեղ այդ ամեն ինչը չարեց նրա համար, որ ասես պահի տակ թողի իր հավատքը ու էլի հին գործին անցնի։ Եկեք բացենք ավետարանը։ Հովհաննես 16-ի 13-ից 15-ը։ Անցնեմ իմ պատգամին։ Հովհաննես 16-ի 13-ից 15։ Սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքը իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Գալիք բաների մասին կպատմի ձեզ, դա ավելի մարգարեական խոսքերն է, մարգարեական հայտնություններն է, որ տրված է բոլորիս։ Պարտադիր չի հավատացյալը լինի մարգարե, որպես ծառայող, որ մարգարություն անի։ Նոր կտական ասում է, որ մենք բոլորս պետք է մարգարեն ենք։ Պողոս առաքյալն ասում է, լավ է, որ բոլորս մարգարեն ենք։ Նա ինձ պիտի փառավորի, Սուրբ Հոգին, Աստված ասում, Հիսուսն ասում, նա ինձ պետք է փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ Մատ հարց տամ, պարզ հարց։ Այդ ոնց եղավ, որ դու միանգամից սկսեցիր Աստծուն փառաբանել։ Այդ ինչ եղավ։ Քո այդ ինչ process կատարվեց։ Ասենք մենք ընդհանրապես Աստծուն չէինք ճանաչում, կամ քիչ թե շատ լսել էինք, բայց մի պահից դու սկսեցիր Աստծուն փառաբանել։ Աստվածաշունչն ասում է, որ դա Սուրբ Հոգու գործն է։ Եթե քո կյանքում տես բան եղել է, ուրեմն Սուրբ Հոգին քո մեջ գործել է ու գործում է, ամեն։ Ասում է, որտեվ իմ ունեցածից վերցնելու է, հայտնելու է ձեզ։ Այն ամենը, ինչ հայրն ունի, իմն է, դրա համար ձեզ ասեցի, թե ինչ որ ինձանից վերցնի, կհայտնի ձեզ։ Փառք Հիսուսին, շնորհակալություն Սուրբ Հոգու գործը մեր կյանքում, հիշեցնեմ, որ գալու է ժամանակ, մենք չենք տենալու այդ ժամանակը։ Աստված չտա, որ մենք տեսնենք այդ ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին կվերցվեց երկիր մոլորակից։ Սուրբ Հոգին, եթե երկիր մոլորակի վրա չեղավ, վերջանում ամեն տեսակ բարի բաները, ամեն տեսակ փառաբանությունը, ամեն տեսակ հայտնությունները, մարգարեությունը, ամեն տեսակ բաները վերջանում է, վերջ։ Բայց փառք Աստծու, քանի դեռ Սուրբ Հոգին մեր մեջ է, ու նա մեր մեջ է, մենք միշտ փառաբանելու ենք Աստծուն։ Մենք միշտ Աստծուց ստանալու ենք, տալու ենք Աստծուն։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Առակաց 1:23-ն եկեք կարդանք։ Շատ հետարքիր խոսք է։ Առակաց 1:23-ը ուշադիր եղեք իմ հանդիմանությանը, ասում է Տերը, ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ եւ իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։ Աստված հենց այնպես տեղը չի հայտնում կամ հասկացնում իր խոսքերը։ Հələ հիշի, երբ որ առաջի անգամ կարդացիր Աստվածաշունչը։ Ես սենց լրվեցի, այդ բառն է, էլի, ուրիշ բառ չեմ կարող ասեմ։ Աբրահամը ծնեց նրան, Այենի ծնեց նրան, Իսահակին, սենց լրվեց, ասում ես ինչ է գրած։ Հələ հիշի, կարդում ես, բան չես հասկանում։
Բայց մի պահից սկսեցիր հասկանալ Սուրբ Հոգու գործն է։ Մեր քրիստոնեական կյանքում քույրերս, եղբայրներս մենակ եկեղեցի գալ գնալը չի, մենակ նույնիսկ Աստծո խոսք կարդալը չի։ Ավելի ներքին process-ներ կա, որ շատ անգամներ ավելի կարևոր է։ Մենակ փառաբանություն լսելը չի, մենակ քարոզ լսելը չի գործի ժամանակ, ավելի կարևոր գործեր կա։ Երբ որ մարդը ավելի խորանում Աստծո հետ, ավելի արմատավորվում Աստծո հետ, ավելի մարդը ինքը ավելին է ուզում, քան կա, ավելի է ուզում մոտենա Աստծուն, ավելի իր արմատները Աստծո խոսքի մեջ գցում է։ Այս ձևի հասկացողություն կա, լուսավորվել։ Ընդհանրապես մեր վարդապետությունը նենց է, մեր ու ճիշտ վարդապետությունը նենց է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր սուրբ արյունը թափել է ամեն հավատացողի կյանքում, մենք մաքուր ենք, մենք սուրբ ենք, արդար ենք, այդ իր արյան այդ կուպլի տակ, կամ այդ իր արյան լցված, դա ճշմարտություն է, բայց, երբ որ մենք ասում ենք, մենք մաքուր ենք կամ սուրբ ենք, նկատի ունենք սուրբ, Հիսուսի սուրբ արյան գործը, մենք այդտեղ հələ որևէ ներդրում չունենք, մեր ներդրում մենակ հավատացինք Աստծուն, բայց երբ որ մենք հավատացինք Աստծուն, մենք մեր մեջ, մեր ներսը սկսում է process, լուսավորման ու սրբագործման մաքրման process-ը։ Աստված, երբ որ ասում ենք իր արյունով մաքրեց մեզ, մենք պիտի հասկանանք ինչ նկատի ունենք։ Մի քիչ կարող է պարադոքսալ է, մի քիչ ոնց որ հակասող բաներ եմ ասում, բայց խնդրում եմ ուշադիր եղես, կարևոր բան է, որ հասկանաս։ Հիսուսի արյունով մենք սուրբ ենք ու մաքուր ենք, Աստված, Հայր Աստվածը մեզ նայում է մաքուր։ Ինչ էլ անենք, մենք չենք կարող ավելի մաքուր լինենք։ Հոգևոր կյանքում կամ հոգևոր աշխարհի դեմ, ասենց ասենք, կամ աշխարհը, որ երբ որ նայում է մեզ։ Բայց մենք ամեն մեկս ըտրան զուգահեռ կարիք ունենք մաքրման։ Էլ եմ ասում, շատ պարադոքսի է նման։ Այսինքն մի կողմից ասում ենք մաքուր ենք, բայց մի կողմից պետք է մաքրվենք։ Լավ, եկեք մենք մեր կյանքերը նայենք։ Դե չգիտեմ դու ոնց, բայց ես շատ հաճախ եմ տերում մի մեջ սխալներ։ Փառք Հիսուսին, իր շնորհիվ։ Որտեւ ինքը ցույց է տալի։ Ինքը ցույց է տալի, էսի սխալ է, էսի ճիշտ չի, էսի ստվեր կա ստեղ սխալ բան կա։ Տես դու սենց ասեցիր, բայց դա այնքան էլ ճիշտ չէր։ Ստեղ դու էսի ասեցիր, որովհետև մարդկանց դեմ սենց երևալու համար ասեցիր։ Ստեղ էսի ասեցիր, որովհետև հանգարց խոսակցություններ չլինի, ինչ որտեղ սենց խափելով, կիսա ճշմարտություն ասելով ու նման շատ բաներ։ Դա համար մենք կարիք ունենք մաքրման process գնանք, լուսավորման process։ Ինչ է նշանակում լուսավորման process։ Երբ որ լույսը հայտնվում է, լույսը ցույց է տալի շատ բաներ, որը որ կեղտոտ է, որը որ իր տեղը չի, իրերը իրանց տեղում չեն, ճիշտ չի դասավորված, ըստ Աստծո խոսքի ճիշտ չի ամեն ինչ։ Այսինքն Աստծո լույսը մեզ ցույց է տալի ինչ մենք պետք է անենք։ Այդ process-ը մենք պետք է անենք։ Ու սրբությունից սրբություն։ Մի կողմից ել եմ կրկնում, ես էլ երրորդ թե չորրորդ անգամ, մի կողմից մենք սուրբ ենք ու մաքուր ու արդար, դա միայն Հիսուսի սուրբ արյան շնորհիվ։ Բայց մի կողմից մենք պետք է սրբվենք, մաքրվենք ու լուսավորվենք։ Այն ինչ որ ես էսի ասում եմ, ավետարանը երբ որ կարդաս, դու կտենաս, որ այդ ամեն ինչը կա գրած։ Ուղղակի այդքան տեղերը ես եթե կարդամ, այդ շատ կլինի։
ու այս գործում մեծ դեր, ուզում ասեմ մեծ դեր ունի Սուրբ Հոգին, բայց ոչ թե մեծ դեր ունի Սուրբ Հոգին, հենց Սուրբ Հոգին է դա անում, եթե մենք համաձայնենք։ Արմատավորվելու մասին երկու պատմություն պատմեմ։ Մի պատմությունը տարիներ առաջ ես կորտրեքում եմ կիսվել կարծեմ։ Էլի մեր մեջ տեսած կլնեն տենց տեսիլներ։ Այո։ Ուրեմն տեսիլքում ինչ տեսա ես։ Ես հազվադեպ եմ տեսիլ, մի քանի տեսիլք եմ տեսել, տենց շատ չի իմ։ Այդտեղ չեմ կարա ոչ հպարտանամ, ոչ բան։ Փառք Աստծո, այն ինչ որ տեսել ենք, այն ինչ որ հասկացել ենք, բայց կարևորը տենալը չի, այլ կարևորը փոխվելն է։ Միշտ հիշի, կարևորը իմանալը չի, կարևորը փոխվելն է։ Մարդիկ շատ բան գիտեն, բայց ոչ մի բան չի փոխվում։ Ուրեմն, ինչ տեսա տեսիլքում։ Ծառը, ասենք, այս հաստության ծառ, իր ցողունը, ու իր բանը, այս հաստության։ Մեծ տերևներով, ճյուղերով, մեծ ծառը, ասես նայում եմ այդ ծառը, ասես իր այդ ցողունով, այդ իր բանով, ստվոլով, ասես իշտում եմ, տենում եմ այդ ծառի հաստության չափով, այսքան։ Մի հատ ամանի մեջ է այդ ծառը։ Օրինակի համար եմ ասում, լավ, էսի։ Պատկերացրեք, այս սենց հաստությամբ ծառա, մեծ իրա տերևներով, այս սենց ամանի մեջ դրած, գետնի վրա դրած է։ Նախ զարմացա ոնց այդի կանգնած մնում, բայց լրիվս հասկանում ենք, որ մի թեթև, մի հատ դուրը բացես, մի թեթև շարժը լես տեղ, այդ ծառը շուր է գալու, որտեղ արմատ չունի։ Ծառը տեսքով շատ սիրուն է, տեսեք, մենք գալիս ենք եկեղեցի, մենք իրար հետ հանդիպում ենք, մենք մեր ներքին կյանքերը չենք տեսնում, մենք իրար ներքին կյանք չենք տեսնում, մենք իրար դեմք, իրար ենք տեսնում ու մեր բառերով բաներ խոսում, մնակ ասում ես ոնց ես, լավ եմ, հոգևոր կյանքդ ոնց է, ու գնաց, շատ լավ բաներ, մենք չենք տենում, կամ մեկն ասում է լավ չի, փնտրում եմ ասում եւ այլ, մենք չենք տեսնում արմատները, մենք տեսնում ենք ոնց կա, Աստված տենում է դա, ու դրա համար զգուշացնում է ինքը, եթե ես չունեմ արմատներ, այլ մենակ քրիստոնյայի տեսք ունեմ, երկար չեմ ձգի ես, երկար չի ձգվում էդի, մի հատ պատճառ ես գտնեմ, որ դուրս գամ եկեղեցուց, այսինքն ոչ թե ես դուրս կգամ, ինձ դուրս կհանեն, քամին, մի թեթև քամին, սենց ծառը շուր է տալու, էսի առաջի բանը, երկրորդ էլ իմ հայաթում, Ժողովուրդ ջան, փոքր թուփ, ասենք ես սեղանից բարձրությունից, այսքան թուփ, շու մեծ չէր, իմ հայաթում, Տանի այդ որոշեցինք, որ այդտեղ ճիշտ տեղում չի դրած, այն ժամանակ էինք դրել, պետք է հանվի, վրազ էի, սենց արագի մեջ ասի լավ, վերցնեմ ակումուլյատորով բան ունեմ ես, լոբզիկ պիլա ունեմ սենց, բան, սղոց, ասի տրանով վերցնեմ այդ թուպի ծողունները այսքան էին, մի 10 հատ կամ 8 հատ, չգիտեմ, արագ սենց մի հատ բան արեցի, քաչալ ծրեցի այդ հիմքից, ասի հերիքա, մյուս տարի այդ նույն չափով աճեց էլի, ասի չէ, էսի ուրեմ պետքա ես բան անեմ, արմատախիլ անեմ, արմատներից անեմ, այդ ճուղեր կտրելը տևեց մի 5 րոպե, դեպի ինչ է, լոբզիկով մի անգամից, բայց արմատներից հանելը, ժամեր չարչարվեցի, հոգնած մտել եմ տուն, ուղղակի այսպես մի հատ մեծ կլոր փոս էր եղել, որ այդ լրիվ արմատները ես հանեմ, արմատները շատ կարևոր է, շատ, կարաս այդ մարդուն դու նեղես, կարաս այդ մարդուն դու անպատվես, ցածրացնես, բայց եթե ինքը արմատ ունի իրան որևէ բան չես կարող անես, արմատները պահելու է, Աստվածաշունչն ասում է, նույնիսկ անապատում չորության ժամանակ, որ ջուր չկա, իր արմատները գնում է ու այդ ջուրը աղբյուրից
սնվում է, այդ ծառին որևէ բան չի կարող լինի։ Միշտ նա բերք է տալու։ Ու տենց էլ կա ժողովուրդ ջան։ Ու տենց էլ կա։ Նույն պայմանները չի։ Եկեղեցում կան մարդիկ հավատարիմ, նվիրված, տպավորություն կա, որ իրանց կյանքում որևէ բան չի լինում։ Իմ հետ խոսակցության ժամանակ մարդիկ արտահայտվել են։ Ասում են, թե քեզ ինչ կա, քո մոտ ամեն ինչ լավ է։ Թե ամեն ինչ լավ է, որովհետև Աստծո հետ եմ։ Ոչ թե լավ է, որովհետև ես լավն եմ, որովհետև Աստծո հետ։ Օրինակ եկեղեցում էլ կան մարդիկ, որ հավատարիմ, ստաբիլ, նվիրված, այս կոմենքում ընկնել չկա։ Էլ եմ ասում, տպավորություն է, որ այդ մարդկանց կյանքում ոչ քամի է լինում, ոչ պրոբլեմ է լինում, ոչ ֆինանսական կրիզիս է լինում, որևէ բան չի լինում այդ մարդկանց կյանքում։ Ստաբիլ սիտուացիա է։ Մարդը կողից նայում ասում Աստված ջան։ Այդ ոնց է, որ այս մարդու կյանքը տենց ստաբիլ է, իմը սենց անստաբիլ կյանք է։ Միջև որ կհասկանա, խելքի կգա, որ երբ որ դուրսը քամի ալնում, ոնց է կարծում, երբ որ քամի ալնում, դա մենակ քո հայաթում է այդ քամին։ Այն քո կողի հարևանում էլ է այդ քամին։ Իմ տունն էլ է այդ քամին, ամեն տեղ այդ քամին։ Արմատները շատ կարևոր է։ Դրա համար քույրս եղբայրս ամբողջ ուշք ու միտքդ դիր դրա վրա, որ դու արմատավորվես Քրիստոսի մեջ։ Թռուցիկ, մակերեսորեն չլինի քո քրիստոնեությունը։ Եթե դու շաբաթվա ընթացքում փառաբանություն ես լսում ու քարոզ ես լսում, փոխանակ աշխարհիկ բաներ լսես կամ նայես, դա դեռ չի նշանակում, որ դու խորը հավատացյալ ես։ Ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Արմատավորվելը դա Աստծո խոսք կարդալը կամ լսելը ու կատարելն է։ Երբ որ դու սիրտ ես դնում, որ կատարես, այն ինչ որ գրած է։ Ասենք մի օր որոշում ես, ասում ես վերջ, սրանից հետո ոնց Աստվածաշնչում գրած է, այսպես եմ ապրելու։ Այսի այդ առակած մեկի 23-ը որ ես կարդացի։ Ասում Աստված ասում է, եթե ես տենամ դուք ուզում եք փոխվեք, ես իմ հոգին ավել կլստեմ ձեր վրա ու ձեզ կբացատրեմ իմ խոսքը։ Եթե մի հատ պատմություն պատմեմ իմ գործի տեղից։ Դե քանի որ 20 տարի եւ ավել աշխատող էի, դեմել այնտեղ չեմ, ժամանակ առ ժամանակ նոր մարդ որ գալիս էր, որ այդ իմ բաժանմունքում պետք է աշխատեր, շեֆ ասում էր դու իրան սովորացրու։ Ու երբ որ ես սկսում եի այդ մարդուն բացատրել, բայց բանը իմ մասնագիտությունը նենց չէր, որ սենց հեշտ կարելի է սովորացնել, լրիվ մատերով զգալու վրա էր։ Մի անգամից ես տենում էի մարդը հետաքրքրություն ունի, ուզում է սովորի, թե չի ուզում սովորի։ Մի անգամից։ Երբ որ տենում էի ինքը հետաքրքրություն չունի, ես ուղղակի աշխատում եմ, չէի բացատրում։ Ասում եմ, տես, եթե հետաքրքրություն չունես, նստած ես, ես մեկ աշխատում եմ, տես, սովորի։ Եթե ես բացատրում եմ, եթե ես փորձում եմ նյուանսներ բացատրեմ, քեզ էդի չի հետաքրքրում։ Համե Աստված եթե տենում է, մենք հետաքրքրված չենք դրանով, այսինքն հետաքրքրությունը մենակ լսելն է, այստեղ պրոբլեմ է։ Աստված ասում է, դե ուրեմն դու ուրիշ ալտերնատիվ ձև գիտես, որը որ ճիշտ չի։ Մյուս տեղ եկեք կարդանք։ Այստեղը չէի կարա բանանե առանձնացնեի, որ կարդանք։ Առաջի Հովհաննես 1:5-10։ Եկեք այստեղն էլ կարդանք։ Մեզ քաջ հայտնի տեղը։ Առաջի թուղթը Հովհաննեսի կամ ուղերձը առաջի գլուխ 5-10։ Եվ սա է այն ավետիսը, ավետիս բառը նշանակում է բարի լուրը։ 5-10, առաջի գլուխ 5-10։
բայց առաջի Հովանես, ոչ թե ավետարան Հովանես։ Եվ սա է այն ավետիսը կամ բարի լուրը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք։ Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա։ Ընդհանրապես գրագիտության առումով սա ճիշտ չի գրած։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Ստեղ ես ուզում եմ նյուանսներ կա, ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, որ դուք հասկանաք Աստվածաշունչը ինչ ձևով է բացատրում։ Սա կարդում անցնում ենք, մենք կարող չնկատենք դա։ Ստեղ օգտագործում է երկու ժխտական ձև։ Օրիգինալում նկատի ունեմ, հայերենում կարող այդքան չի երևում, բայց օրիգինալում։ Երբ որ ասում է Աստված լույս է, դու լույս, որ լույս է, բացարձակ լույս է, այդտեղ ո՞ց կարա խավար լինի։ Բայց մի հատ էլ երկրորդ նախադասությունն է, եւ նրա մեջ խավար չկա։ Այսինքն դա նշանակում է չկա, որ այն թույլ հասկացողը հասկանա, որ Աստծո մեջ խավար չկա։ Էսի կարևոր բան է, մենք ճիշտ հասկանանք էսի։ Ընդհանրապես դες չեն ասում։ Երբ որ ասում ես Աստված լույս է, արդեն հասկանալի է, որ լույսի մեջ ո՞ց կարա խավար լինի։ Բայց մի հատ էլ է ասվում իմ նման մարդկանց համար, որ ավելի լավ ես հասկանամ։ Գիտեք ինչի եմ ես ասում։ Դուք հաստատ հաճախ լսած կլինեք։ Մարդն ասում է, ես Աստծո հետ եմ, ու սխալ ապրում եմ։ Լավ էլի։ Այսինքն դու Աստծուն ես ուզում բան սարքես։ Ուրիշ բան է մարդ ասի, տկար եմ, թույլ եմ, հավատքս չի հերիքում, բայց պետք չի Աստծուն սարքել, տանել Աստծուն քո պատկերը, ու այդ մարդու պատկերը, տանել խավար, ասես բե ինքն էլ տես խավարոտ է էլի։ Դրամար է գրած։ Եթե ասենք շարունակեմ, եթե ասենք թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, այն ինչ որ ես ասում եմ։ Ստում ենք։ Եվ ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա լույսի մեջ է, հաղորդության մեջ ենք միմյանց հետ։ Հաղորդություն բառը գիտեք որ բառն է, Նեդերլանդս խմենցխապ։ Այն որ մարդ ու կինիկ մեկ են։ Այդ դրա մասին է խոսքը։ Իսկ մենք կարդում ենք, եթե հաղորդությունն ենք իր հետ։ Հաղորդությունը կարող ասենք պատկասես մի հատ հաղորդում ես տեսեք կամ այնց երկու բառ դու ես ասում, երկու բառ Աստված ասում, թույլ է պատկերը։ Բայց ստեղ գրածը ավելի խորը բան։ Ես չգիտեմ։ Այն ինչ որ ես կարդում եմ նույնն է ստեղ։ Անցյալ անգամ նույնը չէր։ Եղբայրներից մեկն ասեց, դրա համար ես փոխել եմ։ Հա։ Հիշեք, այստեղը հաղորդություն բառը, խորը բառը։ Համի մի հատ էլ կարդամ։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, այսինքն ես ու Աստված մեկ ենք, այդ նկատում։ Так, որտեղ եմ հաղորդության մեջ եմ միմյանց հետ, և նրա որդի Հիսուս Քրիստոսի այրունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Քայլ առ քայլ, մաքրում է մեզ մեղքից։ Մարդուն մոտենում ես ասում ես, լսի, եսի ճիշտ չի, եսի մեղավոր է, դու քո կյանքը նայի։ Այն էլ է տենց անում, եկեղեցում շատերն են տենց անում, այնի սենց է անում։ Հասկանում ես, որ անիմաստ խոսակցություն է այդ։ Բայց Տեր Հիսուսի այրունը մեզ մաքրում է, մենք խոստովանում ենք մեր մեղքերը, մենք ընդունում ենք մեր սխալ վիճակը, Աստված մաքրում է մեզ, միշտ։ Փառք Հիսուսին։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում։ Մեր մեջ ճշմարտություն չկա, իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Իմ ստեղի Աստվածաշունչում գրած է ամեն անիրավությունից։ Քո մոտ էլ այդ ձև գրած։ Ամեն, չկա մի հատ մեղք, մի հատ
ինչ ձևի մեղքել լինի, չկա տես բան, որ Աստծո համար դժվար է լինի դա մաքրել։ Միայն դու խոստովանի Տիրոջը։ Միայն դու ընդունի, որ դա սխալ է։ Այլ ոչ թե ասա, «Մի ով չի դա անում»։ Էսի ավելի լղոզում է մարդը, ավելի sense ուզում է ասի դե լրիվս էլ դրա մեջ ենք էլի։ Ընդհանուր չի։ Սա անձնական հարաբերություն է։ Ընդհանուր արմատներ գոյություն չունի։ Եկեղեցական արմատները։ Մենք այդ ձև բան գոյություն չունի։ Դու անձնապես կապված ես Հիսուս Քրիստոսի հետ։ Ու դու ունես քո արմատները իր մեջ։ Չկան տենց ընդհանուր բաներ։ Так, վերջացնեմ ես խոսքը։ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք անում եւ նրա խոսքը մեր մեջ չի։ Դրա համար քույրս եղբայրը Ժորժ ջան, զգուշ եղեք։ Սխալ բան կա, լավա խոստովանեք։ Շանս կա, որ կմաքրվեք ու կմաքրվեք։ Այլ ոչ թե ասվի, որ բոլորն են դա անում, շատերն են դա անում, չկա թե ես չեմ հավատում, որ մեկը չանի ու դրա նման շատ բաներ։ Այս ինչ որ կարդացինք, սրա զուգահեռ տեղ եկեք կարդանք, շատ կարևոր ինֆորմացիա մեր Տեր Հիսուս Քրիստոսը բացում իր աշակերտներին, նաև մեզ։ Հովհաննես 13:6-8։ Մտածում եմ, որ մի անգամ հաստատ կարելի է 5 տակարանյան անելիքները մի օր կամ ասենք այդ մաքրման process-ները մի օր դրա մասին քարոզ լինի ու պատկերավոր, եթե հնարավոր ասենք էկրանի վրա էլ մենք տեսնենք կամ կարդանք ես բացատրելով, որ պատկերացում լինի ինչերի միջոցով են մարդիկ բանարել, որ մաքրվեն։ Ուրեմն Հովհաննես 13:6-8, երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասեց Հիսուսին, սա գիտեք որ պատմությունն է, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը վերցեց ինչը, թեշտը, սրբիչը, ջուր, ու ուզեց ոտերը լվանա իր աշակերտների։ Եվ երբ որ Սիմոն Պետրոսին ասավ, նա ասեց Հիսուսին, Տեր, դու ես իմ ոտքերը լվանալու։ Բայց ես 13:1 չեմ ասել, 6-8։ 6-8։ Պետրոսը ասեց, դու պետք է լվանաս։ Ինչի է այդ զարմանքը Պետրոսի, որովհետև այն դարում, առաջի դարում, սովորական բան էր ոտ լվանալը, որովհետև կեղտոտ էր։ Սովորական, դա անքն, ոնց ասեմ, ոնց որ մեր օրերում մարդը հետում է իր ավտոն բենզին ա լցում։ Օրինակ եմ ասում։ Համի կարող է, չգիտեմ, մի 100 տարի հետո մարդկանցի բացատրեն այդ ինչ պրոցեսեր է դա բենզին լցելը, միգուցե։ Այսինքն ոդ լվանալը այն ժամանակ չի եղել տենց հոգևոր, ինչ ասեմ, ցերեմոնիա մի հատ ինչ-որ։ Մի քիչ հարուստ մարդիկ իրանց տան մեջ ծառաներ են ունեցել, հյուրը որ եկել է, այդ ծառաները մարդու ոտերը լվացել, որտեվ կեղտոտ է եղել։ Ճամփա, ասենք, ճանապարհը չի եղել ասֆալտից կամ չգիտեմ ինչից։ Քիչ սալահատիկներով ճամփաներ ա եղել։ Ժամանա, ասենք հռոմեական կայսրությունն գլխավոր ճանապարհները միգուցե եղել է սալահատիկներ, դե նույնիսկ այդ դեպքում էլ պատկերացրեք ձիեր, էշեր, թրիկ եւ այլն մարդիկ քայլել են։ Լրիվ դրա համար լվացել են։ Ու Պետրոսը զարմանում է, որ ինչա, Տերը պետքա լվանա այդ իմ ոտերը։ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. Այն ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց հետո կհասկանաս։ Պետրոսը նրան ասեց. Դու իմ ոտքերը երբեք չես լվանա։ Հայերենում, չգիտեմ, ստե ոնց է թարգմանությունը։
Հավիտյան։ Հավիտյան չես լվանային ոտերը։ Պետրոսը գիտեք, չէ՞, Պետրոսը ես ուսումնասիրելով Աստվածաշունչը հասկանում եմ, որ Պետրոսը հեշտ մարդ չի եղել։ Այն իմպուլսիվ ու սենց ծայրահեղությունից ծայրահեղություն մարդիկ կան, որ մեկ էս կողմնա, մեկ այն կողմնա։ Այսինքն ինքը բաներ ասում, հետո նոր հասկանում, որ ճիշտ չասեց։ Հավիտյան իմ ոտերը չես լվա։ Հիսուսն էլ ասեց նրան, պատասխանեց նրան, եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա։ Իմ հետ բաժին չես ունենա։ Հիմա բացատրեմ, որ պարզ լինի։ 5 տականում ասեցի, մի օր միգուցե ես դա անեմ, որ պատկերացում լինի։ Ընդհանրապես դուք էլ կարաք ձեր տներում կարդաք 5 տականի այդ տեղերը, որտեղ գրածա ինչ լվացումներ պետք անեն, ծառայություններից առաջ, հետո դա այս վերջերս մենք Մարոկոյում էինք։ Մտանք տուալետ, լվանալու տեղեր էր սենց։ Դե գիտեք, մուսուլմանական այդ մեջետներում սովորական տուալետներ չի, լվանալու տենց տեղերա, որտեղ ամեն աղոթքից առաջ իրանք պետքա ոտ, ձեր, չգիտեմ ինչ ասես լվանան, այդան, այդ մի քիչ նմանա 5 տակարանյան ձևերին։ Մենք չկա մեր մեջ տես բան, ընդհանրապես, ոչ կուլտուրայում կա, ոչ էլ նոր կտականում դա կոչ անում է ձև բաներ անենք։ Դա համար Տեր Հիսուսը ստեղ դաս է տալիս, որ հիմա դուք չեք հասկանում այդ ինչ եք անում։ Հրեաները լավ գիտեին դա ինչա։ Դա Աստծո պատվիրանն էր, որ պետքա լվացվեին աղոթքից առաջ կամ ծառայությունից առաջ, բայց Տեր Հիսուսը ինչին է ուղում, որ իրական մաքրվելը Տեր Հիսուսի արյան միջոցով է լինելու։ Դա են իրանք հասկանալու, որտեղ այն ժամանակ իրանք գաղափար չունեին։ Պետրոսը չէր Հիսուսին ասում, ոչ թե ասում, հանդիմանում։ Պետրոսը Հիսուսին հանդիմանում է, ասում է չես գնա։ Հիսուս Քրիստոս ասում է ես պետքա խաչվեմ, մահանամ եւ այլն, ասում է ոչ չես էտա, հանդիմանում էր, չհասկանալով ինչ էր անում։ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, եթե չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա, բաժինը, ժողովուրդ ջան, այս էլի հրեական ասացվածքա, խոսույթ է, կներեք, ոչ թե ասացվածք, հրեական խոսույթ է էսի, իմ այդ բաժին նկատի ունի ժառանգություն, դու ժառանգություն չես ունենա։ Ով Տեր Հիսուս Քրիստոսի արյան միջոցով չի սրբվում, Աստծո արքայության մեջ նա չի ժառանգում ոչ մի բան։ Գաղատացիս 5-րդ գլուխը կհիշեք, ասում է այս մարմնի գործերով անում է, նա չի ժառանգի, հիշում եք այդ տեղերը, նա չի ժառանգի Աստծո արքայությունը։ Հիսուսը դրա համար ասում է, եթե ես քեզ չլվանամ, նկատի ունի իմ արյունով քեզ չսրբեմ, ու ժառանգություն չես ունենա։ Որևէ բան։ Գիտենք, որ ոդ լվանալով, ձեր լվանալով Աստծո արքայությունը չեն ժառանգում։ Դե իհարկե կա, ասենք հաստատ մենք չենք ոչ ծաղրում ենք ոչ բան, ոչ էլ իրավունք ունենք դες բան անենք, կան քրիստոնեական հարանվանություններ, որ միջև հիմա էլ իրար ոտ են լվանում, այս տեղի հիման վրա, գիտենք, կան, ամենայն հարգանքով, իհարկե ես դա չեմ ընդունում, ընդհանրապես տեղ խոսքը դրա մասին չի, բայց ով ոնց էլ եմ կրկնում, խոսքը ստեղ Հիսուսի արյունով մաքրվելուն է ուղում, որ իրոք մաքուր է մարդը, դրան է ուղում։ Հակոբոս 1:23-25 Սա էլ կարդանք։ Հակոբոս 1:23-25 Խոսքը կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք, որովհետև խոսքը միայն լսողը եւ չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինք իրեն, անցնում գնում է եւ իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր։ Իմ կյանքում դա եղել է։
Դե ձեր քո կյանքում դու ճիշտ ես ամեն ինչ, իմ կյանքում եղել է։ Աստված բաներ է բացել իմ կյանքում։ Ես ուրախացել եմ այդ հայտնություններով ու պատմել եմ, ասել եմ Տերը սենց հայտնություններ է տալիս, ու տենց անցել գնացել է։ Օրերից մի օր Աստված ասեց, լսի այդ հայտնությունները քեզ տալիս են ոչ թե որ ուրախ պատմես մարդկանց։ Տալիս են որ դու փոխվես։ Դու ինքդ մի հատ էլ փոխվի, հետո նոր ուզում ես պատմի։ Մի տենց արա որ դու քեզ տեսնում ես, այսինքն Աստված իր լույսով ցույց է տալի քո մեջ մի հատ սխալ բան։ Դա ցույց է տալի, որպեսզի դու փոխվես։ Այլ ոչ թե տեսք անես որ տեսա, ինչ լավ է, Աստված ինձի բաներ է ցույց տալի, ու տենց մոռանաս անցավ գնաց։ Շարունակեմ։ Անցնում է եւ իսկույն մոռանում էր թե ինչպիսին էր, բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ, մխրճվում է, մտնում է Աստծո խոսքի մեջ, ուզում է խորությամբ հասկանա, իր կյանքը անկեղծ ուզում է փոխի։ Կամ ծնկի է իջնում Աստծո խոսքի առջև։ Էս էլ է լավ ձև բացատրելու։ Նա ցրված լսող չի, այլ գործ կատարող։ Նա իր արարքով երանելի կլինի։ Ամեն ժողովուրդ։ Երանելի այն մարդը, եկեք այդ տեղն էլ բացենք, հայտնություն գիրք։ Հիշում եք, հայտնության գիրքում կա 7 երանելիներ։ Դա մասին խոսք է եղել, առաջի երանելին եկեք կարդանք, ու դրանով կվերջացնենք մեր երեքը, մեկի երեքը։ Երանի նրան, հայտնություն մեկի երեքը։ Երանի նրան, ով կարդում է այս մարգարեական խոսքերը, ով լսում ու պահում է այն։ Նույնա գրած, երանի այս մարգարեական խոսքերը կարդացողը և լսողները և սրանցում գրվածները պահողները։ 3 բան է գրած։ Համի որ երբ որ ասում ենք լսելը կարևոր չի, չգիտեմ, էսի կարդալը կարևոր չի, չէ կարևոր է, ոնց կարևոր չի, բայց նաև կարևոր է որ պահես, հա։ Եվ գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է։ Ամեն։ Կարդում ենք, լսում ենք Աստծո խոսքը եւ պահում ենք։ Ու երբ որ Աստված տեսնում է, որ դու իրոք ուզում ես պահես, ինքը քեզ բացում է։ Ամեն ժողովուրդ ջան։ Ինչ թվում է ժամանակն է, ոտի կանգնենք, միասին աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր։ Ամեն անգամ, երբ որ դու բացում ես քո խոսքը մեր համար, Տեր ջան, շնորհակալ ենք, որ մեզ պարգևել ես հավիտենական կյանք։ Շնորհակալ ենք Տեր, որ մենք քո զավակներն ենք, ու շնորհակալություն Տեր, որ մենք ունենք հավիտենական կյանք քեզ հետ։ Փառք ենք տալի քեզ։ Օգնի ամեն մեկից Տեր ջան։ Տեր իմ Աստված դու մեզանից լավ գիտես, մեզ ներսից գիտես։ Եթե կան մեր մեջ մարդիկ, մեր քույր եղբայրների մեջ, որ արմատները թույլ են, որ հաստատա կամ չեն, օգնի դառնան այդ ձև Տեր։ Օգնի ամեն մեկից Տեր ջան, մեր արմատները էլ ավելի խորացնենք քո մեջ Տեր ջան, որ մենք քո մարգարեական խոսքը
Եվ կարդանք, եւ լսենք, եւ կատարենք։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Օրհնում եմ Տեր իմ Աստված կորտեքի եկեղեցին։ Ամեն մի քրոջը եղբորս Տեր ջան, զորացրու, ամրապնդի Տեր ջան, որպեսզի լցվեն քեզանով Տեր ջան ու քո գործերը կատարեն։ Սուրբ Հոգի, շնորհակալություն քեզ։ Դու այն ինչ վերցնում ես, մեզ բացում ես, որպեսզի մենք փառաբանենք, մեծարենք, ամբողջ փառքը տանք մեր Աստծուն։ Շնորհակալ ենք, Սուրբ Հոգի, շնորհակալ ենք քո գործը մեր մեջ, շնորհակալ ենք։ Մենք մեծարում ենք ու օրհնում ենք քո Սուրբ անունը։ Նաև շնորհակալ ենք Տեր ջան, քո բժշկությունների համար։ Շնորհակալ ենք քո ազատագրության համար։ Տեր ջան, մենք հավատում ենք, որ չկա մի բան, որ քո համար անկարելի է։ Դու իզորու ես ամեն տեսակ մեղքերը մաքրելու ու ազատելու մեր մեջ։ Ու դրա համար մենք տրվում ենք քեզ, Տեր ջան, ամբողջովին։ Մաքրի մեզ, Տեր ջան։ Ուղղակի ազատագրի մեզ, Տեր իմ Աստված, բժշկի մեզ, թե հոգեպես, թե անձնապես, թե մարմնապես, Տեր ջան։ Թող ամբողջական բժշկություն լինի մեր մեջ։ Որպեսզի մենք բոլորս, Տեր ջան, բաժին ունենանք քո արքայության մեջ։ Շնորհակալ ենք, որ մեզ մաքրում ես։ Շնորհակալ ենք, Տեր ջան։ Ների մեր մեղքերը, Տեր իմ Աստված։ Ների մեր անհավատությունը, Տեր իմ Աստված։ Ների մեզ, Տեր ջան, երբ որ մենք չենք վստահում քեզ։ Երբ որ մենք չուզենալով նույնիսկ, բայց կեղծավորություն ենք անում, սխալ բաներ ենք անում, Տեր ջան։ Ների մեզ։ Որ մենք գիտենք, գիտակցաբար հասկանում ենք, որ դա սխալ է, բայց դեռ կատարում ենք սխալ։ Տեր ների մեզ։ Օգնի դուրս գանք, Տեր ջան, օգնի մեզ մաքրվենք ամեն տեսակի ստվերից, ամեն տեսակի մթությունից, Տեր ջան։ Մենք միմիայն քո լուսավորությամբ, Տեր ջան, մենք կարողանանք ճիշտ քայլել։ Օգնի մեզ այդ հարցում, Տեր ջան։ Դու տեսնում ես մեր սրտերը, մեր ցանկությունները, Տեր իմ Աստված։ Օգնի նաև, Տեր ջան, որ քո մեջ մենք ունենանք երազանքներ, Տեր ջան։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Ամեն։